Ողջույն, բարի լույս եւ բարի առավոտ շելի ռադիո ունկնդիրներ, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այս պահին միացել են մեզ, արդեն Facebook-յան ռադիո լսողները, ռադիո սիրողները գիտեն, թե ով է լինելու այսօր մեզ մոտ տաղավարում, ես երեկվանից այդ մասին խոսում եմ վաղ առավոտից, որովհետեւ շատ գեղեցիկ ու հրաշալի պրոյեկտի մասնակից եմ լինելու ես ինքս եւս, այսպես կարող եմ ասել, հարգելիներս։ Ինչի մասին է խոսքը, ասեմ, հայտնի կատարողները մինչ հայտնի դառնալը իրականում շատ երկար ճանապարհ են անցնում եւ հենց այնպես չէ եւ շաբլոն բառ չէ ասել որ այդ ճանապարհը փշոտ է, դժվար է, խնդիրներով լեցուն է, բայց այդ ճանապարհին իրոք հանդիպում են մարդիկ, ովքեր որ կարող են խթանիչ ուժ հանդիսանալ, օգնել եւ այդ ստեղծագործողներին իհարկե հնարավորություն տան արարելու մշակութային գեղեցիկ ու լավ կատարումներով եւ ծրագրերով հանդես գալու համար։ Այսօր մեզ մոտ տաղավարում հրաշալի ու ֆանտաստիկ տրամադրություն է, որովհետև քիչ է լինում, երբ իհարկե շատ էներգիա տալով, շատ էներգիա կարողանում ես ստանալ, էներգիայի ատոմային ռումբ, այսպես եմ ես նրան վերնագրում, իմ շատ սիրելի Անժելա Ստեփանյանը, Զվարթնոց, իհարկե Մոսկվայի Զվարթնոց մշակութային հիմնադրամի նախագահ, հիմնադիր, մշակութային գործիչ, ով տարիներ ի վեր թե Հայաստանում, թե Սփյուռքում շատ գեղեցիկ ու հրաշալի լայնածավալ գործունեություն է կատարել, նա իհարկե փայլուն պրոդյուսեր է եւ բազմաթիվ մեգա նախագծերով հանդես է եկել, ինչպես Հայաստանում, ինչպես Մոսկվայում, այնպես էլ շատ երկրներում։ Մի խոսքով, այս անգամ գաղափարը մեկն է, ոչ միայն խթանիչ ուժ հանդիսանալ արդեն կայացած արտիստների համար, ներկայանալ ու ներկայացնել գեղեցիկ պրոյեկտներ, համերգներ, այլ սիրելիներս, բացահայտում ենք նոր կերպարների, նոր անունների, եւ ինչու ոչ փորձում ենք բարձրաձայնել շատ ցավոտ կողմերի մասին, ինչը որ ուղղակի հրաշալի է, սա մեծ ռիսկի հարց է, իսկ այս կինը միշտ փայլում է իր գեղեցիկ լավ էներգիայով, իր պայքարելու ուժով, ինչի մասին է խոսքը, նոյեմբերի 22-ին, ժամը 19:00-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու բարեգործական համերգ։ Սա ուղղակի հերթական բարեգործական պրոյեկտ չէ, որ ելույթ են ունենալու արտիստներ, գնալու ենք, դիտելու ենք եւ ինչ որ հասույթը տրամադրվելու է, ասենք, տարբեր, այսպես ասած, խնդիրներ ունեցող մարդկանց։ Ոչ, սա մի փոքր ավելի այլ ուղղվածության բարեգործական ծրագիր է։ Ես ուզում եմ միանգամից մեծ սիրով ասել բարի լույս Տիկին Անժելա, ինչպես եք։ Բարի լույս Անիկա ջան, ինչպես միշտ լավ տրամադրությամբ, բարի լույս իմ հայ ժողովուրդ, բարի լույս ռադիո լսող, հրաշալի իմ հայեր։ 2-3 րոպե առաջ դուք իհարկե իմ գործընկերների հյուրն եք, Արմենիա հեռուստաընկերության Բարի լույս հայեր պրոյեկտի շրջանակներում եւս դուք խոսել եք։ Իմիջայլոց, մինչ կանցնենք իհարկե ջերմ ու բարի զրույցին, ես ուզում եմ միանգամից հիշել տարիներ առաջ իմ շատ լավ ընկերոջ, ով արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ, Դավիթին Մինասյան։ Իհարկե Դավիթը չէր կարող լինել այդքան տաղանդավոր, եթե չլիներ իր մայրիկը։ Իմիջայլոց Տիկին Անժելան Դավիթ Մինասյանի մայրն է, ինչի համար ինձ համար մեծ պատիվ է, որ դուք այստեղ եք, ես այսպես կարող եմ ասել։ Տիկին Անժելա, միանգամից արդեն խոսենք պրոյեկտի մասին, ինչպես վերադարձաք Հայաստան եւ ինչպես ծնվեց այս գաղափարը։ Ես երբեք չեմ հեռացել Հայաստանից, անկախ նրանից, որտեղ եմ ապրել 30-35 տարի գնացել, ապրել ենք եւ աշխարհի տարբեր ծայրերում մշակութային հիմնադրամներ, մշակութային կենտրոններ հիմնելով եւ համերգային ծրագրեր կազմակերպելով երբեք Հայաստանից իմ կապը չի կտրվել, որովհետեւ Հայաստանով ենք գնում ամենտեղ եւ միշտ ասել եմ, միևնույն է մենք վերադառնալու ենք, որտեղ էլ լինենք։ Շատ լավ։ Ես ուզում եմ խոսել այս պրոյեկտից։ Սովորաբար դուք իհարկե նախագծերում հանդես եք գալիս եւ ներառում եք նաեւ շատ հայտնի կատարողների, աշխատել եք, ներկայացրել եք, բայց ինչպես ծնվեց այս գաղափարը, բացահայտել շնորհալիների, որտեղից եք պեղել, որովհետեւ շատ դժվար է ամեն դեպքում այս կերպարների հետ աշխատելը, այսպիսի հետաքրքիր, տաղանդաշատ եւ նաեւ յուրահատուկ երեխաների հետ, ովքեր որ նաեւ պետք է նշեմ, որ ունեն ֆիզիկական ինչ-որ խնդիրներ, չեմ ուզում այդ բառը ասել հաշմանդամություն, բայց շատ յուրահատուկ են, խնդրեմ։ Չեմ կարող ասել պեղել, որովհետեւ նրանք կային,
եւ ոչ միայն նրանք, այն մարդիկ ելույթ են ունենալու այնպիսի կատարողներ, ովքեր որ դրսում շատ կատարել են եւ ճանաչված են, բայց բեմահարթակի կարիք ունեն, ես տենց եմ մտածում, եւ մշակութային հիմնադրամի զվարթնոցի կարեւորությունը եղավ այն, որ բեմահարթակ տրամադրեցինք մենք իրենց եւ շատ ուրախ եմ, որ իրենք ելույթ են ունենալու, որովհետեւ շատ տաղանդավոր, նորից եմ կրկնում, չեմ ուզում ասել տաղանդավոր, որովհետեւ ինձ համար տաղանդը դա Բախն է, Բեթհովենն է, Չայկովսկին է, Մոցարտը հանճարն է, իսկ իրենք շնորհալիներն են։ Միշտ կրկնել եմ այս վերջի ժամանակներում այդ երեք համեմատությունները։ Տաղանդաշատ են եւ շատ շնորհալի են մարդիկ, ովքեր կատարողներ, ովքեր որ չեն, ես պետք է ճանաչեն իրենց եւ միշտ ինձ ասում են ինչու չեք որևիցե մի ճանաչված երգիչի կատարողի ներկայացնում այս միջոցառմանը, բայց ինձ համար դա կարեւոր չէր, պակասը չեն, բոլորին շատ սիրում եմ, բոլոր ճանաչվածներին, բոլորի հետ աշխատում եմ, փառահեղի ընկերներս են բոլորը, բայց այսօր այդ պրոյեկտը չէ, սա բացառիկ պրոյեկտ է, որտեղ ելույթ են ունենալու ոչ այդքան ճանաչվածները։ Շատ լավ։ Մի փոքր խոսենք հենց երեխաների ընտրությունից, որովհետև նախ տարբեր սերնդի ներկայացուցիչ։ Այո, ես չեմ ուզում շեշտել երեխաներ, որովհետև երեխաները մի քանի հոգին են։ Մի քանիսն են։ Այո, մի քանիսն են։ Արսեն Գևորգյան։ Արսեն Գևորգյան, իմ շատ սիրելի Արսեն Գևորգյանը, որ բոլոր իմ միջոցառումներին մանկական մասնակցում է Արսենը, Արսենը մի քիչ տեսողական խնդիր ունի, բայց դա չի խանգարում նրան, որովհետև նա Աստծո տված շնորհք ունի։ Եվ Արսենի հետ աշխատում ենք արդեն 4-5 տարի։ Արսենը փայլուն կատարելու է այդ օրը գեղեցիկ մի ստեղծագործություն եւ շատ սիրով մասնակցում է մեր միջոցառմանը։ Նույն Արսենի տարիքի Գրիգ Բալասանյանը, որը 10 տարեկանից գրում է արդեն երաժշտություններ, որ հրաշալի կատարումներով կարող եք եւ ներկա լինել եւ լսել։ Գրիգ Բալասանյանը հիմա 12 տարեկան է եւ դրսում եւ մասնակից է փառատոնների, բավականին լուրջ երեխա է եւ բավականին մեծ ինձ թվում է կհասնի իր ճանապարհը կերտելով, շատ տաղանդաշատ է։ Նարեկը Վարդանյան, որ Նարեկին վաղուց բոլորը գիտեն, Նարեկը նորից Ռուսաստանից է եկել Հայաստան, Նարեկին պատրաստում են Սլավյանսկի բազար ֆեստիվալին, Նարեկը հյուրն է լինելու այդ միջոցառմանը։ Եվ իրենցից մեծ, արդեն երիտասարդ Մհերը Մկրտչյան, որ տաղանդաշատ ակարդիոնահար, հա, որը կատարում է այնպիսի բարդ գորտոկատա, կատարում է Վիվալդի Վրիմինա Գոդը, տարվա եղանակներ, որ միակ ինքն է կատարում, հայ չկա կատարող, իտալացին է կատարում եւ մի հատ ռուս։ Այստեղ Էդգարն է Սիմոնյան, մեր հիմա բուկլետը մեր ձեռքին է եւ հերթականությամբ գալիս ենք։ Եվ սիրով հրավիրում ենք իմիջայլոց նոյեմբերի 22-ին ժամը 19:00-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում հետաքրքիր ու հրաշալի պրոյեկտի անմիջական մասնակիցը լինելու Էդգար Սիմոնյանի մասին։ Էդգար Սիմոնյանը նույնպես կոմպոզիտոր է եւ գրում է շատ գեղեցիկ երաժշտություն, դե արդեն մեծերին ենք անցել, որտեղ փոքրերն այդքան շատ չէին, ընդամենը 3-ն են։ Էդգարն է, Գոհարն է Տոնայան, շատ լավ երգչուհի, շատ սիրուն տեմբրով։ Գարիկը Խաչատրյան, որ միշտ աշխատել ենք իր հետ, բայց հիմա ինքը Էմպիրեի խմբի սոլիստն է Գարիկը։ Մարինե Պետրոսյանը, որ հրաշալի երգչուհի է, որն ունի եւ Սպինդիարովի դպրոցում ունի վոկալի դասատու եւ ունի իր խումբը, որը որ մասնակցելու է։ Այսինքն կան մասնակիցներ, կան հյուրեր, կան համագործակցողներ։ Այո, անպայման։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ մասնակիցը ցույց է տալիս իր աշակերտին։ Ինչ հետաքրքիր։ Подрастающее поколение եւ ղեկավար։ Եվ իհարկե ուզում եմ խոսել Գագա Սլանյանի մասին, որը Հայաստանի ձայն պրոյեկտին մասնակցում էր եւ հրաշալի ձայն ունի Գագան։ Մեր հյուրերն են լինելու եւ Տաթևի վանքի Տաթև երգչախումբը Հայր Միքայել Վանահոր հետ եւ Լուսինե իրենց ղեկավարի, որոնք զանգակներով կատարելու են Կոմիտաս մշակո մշարականի։ Լինելու է բազմազան եւ Արծրունը Սիմոնյան շատ լավ եւ դաշնակահար եւ շատ լավ երաժիշտ։ Ուզում եմ ասել, որ այստեղ կան եւ Ռոմանը Ավակյան, որը ազգագրական երգեր է կատարելու, եւ Արփին Սինանյան, որը նորից Արփին Սինյանան, որը որ կատարում է կռոնք, հրաշալի ձայն ունի Արփին Սինանյան, եւ միևնույն ժամանակ
կատարելու է ջազ, այսինքն մենք ցույց ենք տալու երկու կատարում, բազմակարող, այո, այսպես ասած հավաքել եւ ձեր շուրջ բոլորը եւ փորձում բացահայտել։ Եվ Հրաչին Սաֆարյան, չմոռանամ, հրաշալի երգիչ, այստեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր որ իրոք կարիքն ունեն բեմահարթակի եւ մենք կարիքն ունենք այդպիսի մասնակիցներին դիտելու։ Շատ լավ, դեռ ավելին անպայման կանդրադառնանք, նշեմ, որ տոմսերի համար, բարեգործական նախագծին մասնակցելու համար, այսինքն դուք կարող եք ձեռք բերել տոմսեր, զանգարելով 093 63 68 45 հեռախոսահամարին, հարգելի ռադիո ունկնդիրներ, այս պահին գովազդային դադարից հետո կվերադառնանք ու կփորձենք շարունակել շատ հետաքրքիր զրույցը։ Կրկին ողջույն, բարի լույս եւ բարի առավոտ սիրելի ռադիո ունկնդիրներ։ Հրաշալի ու լավ օր եմ մաղթում բոլորիս։ Օրն ուրբաթ է եւ ուրբաթն ամփոփում ենք մշակութային գործիչների հետ միասին։ Այսօր մեզ մոտ սիրով տաղավար ենք հյուրընկալել Մոսկվայի Զվարթնոց հայկական մշակութային հիմնադրամի ղեկավար, նախագահ, հիմնադիր, մշակութային գործիչ Անջելա Ստեփանյանին, ով շատ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալիս նոյեմբերի 22-ին ժամը 19:00-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում հրաշալի համերգ է տեղի ունենալու, որտեղ իհարկե բացահայտվելու են շնորհալիները։ Տիկին Անջելա, ինձ հետաքրքիր է, մինչ իհարկե կանցնենք նաև համերգին, ինչպես կարող են այն մարդիկ ովքեր ցանկանում են ձեր շնորհալիների շարքում լինել, ինչպես կարող են գտնել ձեզ եւ ամենակարևորը կարող են համագործակցել, թե արդեն ունեք ընտրված թիմ։ Չէ, ինձ հետ կարող են համագործակցել բոլորը։ Հիմա այնքան շատ են ինֆորմացիոն կայքերը եւ ամեն ինչը, բոլորն էլ կարող են ինձ գտնել, բոլորն էլ կարող են։ Facebook-ում Տիկին Անջելա Ստեփանյանի պաշտոնական էջին կարող եք նամակներ գրել։ Այո, եւ ցույց տալ իրենց կատարումները, վիդեոները, աշխատանքները, կապ չունի պրոֆեսիոնալ է թե պրոֆեսիոնալ նկարահանում է, ես ամեն ինչից էլ կարող եմ հասկանալ ինչ կատարում է դա, իհարկե ես ուրախ կլինեմ, թող իմ հնարավորության սահմաններում իհարկե ես չեմ ասում ոսկե սարեր չեմ խոստանում ոչ մեկին, բայց իհարկե անպայման աջակցությունը կլինի, որովհետեւ ոչ մեկ հետ չի գնում, երբ որ ինձ դիմում է։ Շատ լավ, այնպես որ եթե իհարկե դուք համարում եք ձեզ շնորհալի, եթե կատարել եք քայլեր, ցանկանում եք կատարել քայլեր, ինչու ոչ, խրախուսելի է եւ իրականում բարի փերիներ լինում են, սիրելիներ, դուք կարող եք եւս մասնակիցը լինել գուցե հաջորդ համերգային, այսպես ասած, արշավին, որը գիտեմ, որ բազմաբովանդակ երթ է ունենալու, այսինքն դուք ընդլայնելու եք, եթե չեմ սխալվում։ Այո, բայց գիտեք ինչքան դժվար է այդպիսի մեծ բանակը պահելը, իհարկե ես իհարկե այստեղ չեմ ապրում, բայց իհարկե միշտ ասում եմ, որ ես արդեն վերադարձել եմ, որ իմ երկրում աշխատեմ, որտեղ բավականին ժամանակ դրսում եմ ես ապրում, բայց մի հատ խոսք կա հայունի լավ խոսք, գեղը կանգնի, գերանկը կոտրի։ Այո։ Եվ մենակ ճիշտ է, մենակ աշխատելը շատ դժվար է, բայց ես շատ կուզեմ ունենալ կողքից օգնողներ, աջակիցներ, ովքեր որ տալիս են մի փոքրիկ հնարավորություն այդ մարդկանց առաջ գնալու, երբեք չեմ աշխատել հովանավորների հետ, բոլորը գիտեն։ Եվ գիտեն, որ չեք սիրում, առհասարակ, երբ ես խոսում եմ հովանավորների մասին, Անջելան ասում է, ես 20 եւ ավելի տարիներ աշխատել եմ իհարկե։ Չեմ ունեցել եւ չունեմ հովանավորներ, իհարկե շատ ուրախ կլինեմ, հիմա արդեն հասկանում եմ, որ մենակ դժվար է այդ ամենը, որովհետեւ մենք ինքներս մեզ հովանավորել ենք, ես երբեք հովանավոր չեմ ունեցել եւ չեմ էլ ուզել ունենամ եւ երևի թե չեմ էլ ուզի ունենամ, եթե ունենամ, բայց չգիտեմ, միգուցե հիմա արդեն ժամանակն է, որովհետեւ ավելի ընդլայնված է, եւ ես այդքանին չեմ կարող միայն մենակ ես չեմ կարող այդ ահռելի բանակը կազմակերպել, չեմ ասում, ես ամեն ինչում կանգնած եմ բոլորի մեջքին եւ ամեն ինչում պատրաստ եմ բոլորի կողքին, ինձ համար դա առաստված իմ առաքելությունն է, որովհետեւ Աստված տալիս է շնորհք բոլորին, ինձ էլ տվել է այդպիսի շնորհք երևի, որ ոչ մեկին չանտեսեմ։ Տիկին Անջելա, ես ուզում եմ խոսել մի թեմայից, որը շատ դժվար թեմա է, ես բայց ամեն դեպքում ուզում եմ այս ամենի մասին բարձրաձայնել։ Նախ շատ գեղեցիկ եք այսօր, ինչպես եւ միշտ, շատ խնամված, շատ փայլուն, շատ կայտառ եւ առողջ։ Ինչու առողջ, որովհետեւ ես գիտեմ, որ դուք տարիներ շարունակ ես ինչ մեսիջ եմ ուզում այս պահին, այսպես բոլոր
կանանց ասել, այն կանանց, ովքեր ինչ որ խնդիրներ են ունեցել առողջական։ Դուք տարիներ շարունակ միշտ բոլոր կանանց այսպես ուժ եք տալիս։ Եթե ունեն անգամ առողջական փոքրիկ խնդիրներ, դուք ձեր տեսակով լինելով շատ ուժեղ, այո, օրինակ եք ծառայել։ Այո, միշտ ասել եմ, կինը պետք է միշտ չլճանա, թեկուզ տանը նստելով, կինը պետք է ինքն իրան դաստիարակի, գեղեցիկ լինի, ամեն ինչը տեղը տեղին լինի, եւ եթե մի փոքր էլ գլխացավ ունի կամ ինչ-որ մի փոքր խնդիրներ ունի, ափսոս ռադիո լսողը ինձ չի տեսնում, թող ինձ տեսնեն եւ հավատան, որ վերևում Աստված կա եւ իրանք անպայման առողջ կլինեն եւ գեղեցիկ եւ կհաղթահարեն ցանկացած խնդիր։ Ես բոլոր հայ կանանց, բոլոր կանանց աշխարհի մաղթում եմ, որ առ Աստված լինեն առողջ եւ երջանիկ։ Տիկին Անժելա, իրոք վառ օրինակ եք, ես իհարկե շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այստեղ եք եւ մինչ ամփոփելը նաեւ ուզում եմ խոսել հենց ամսի 22-ին մի շատ գեղեցիկ շնորհանդեսի մասին, որը համերգի շրջանակներում է տեղի ունենալու, ձայնասկավառակի շնորհանդես, բայց ոչ երգերի, ոչ հերթական, ինչի մասին է խոսքը։ Դա գրքի շնորհանդես է առաջինը։ Գրքի շնորհանդես է հայ մոր Սաղմոս մոր կնոջ հայ Անուշ Աղասու Աղաբաբյանի գրված Առ Աստված, որը գրված է, ես հավատում եմ դրան տեսիլքով, որտեղ շատ սիրուն գրված, միայն կտակարանով առաջնորդված, չի մասնակցում ոչ մի կրոնական սահմանափակումների, բայց ունի այնպիսի մի խոսք, որ լսելուց անգամ ինքդ հասկանում ես, որ սա պետք է դու լսես։ Եվ այդ ամեն ինչը, որ ինչ-որ Սաղմոսագիրք իհարկե արդեն ժամանակակից տարբերակով ձայնասկավառակ է, այսպես ասած, տարբերակով ոչ ասեմ, ոչ միայն ձայնասկավառակ, ինքը գիրքն է լինելու եւ գրքի մեջ եւ ներգրավված է ձայնասկավառակ, որտեղ կան մարդիկ, ովքեր տեսողության խնդիրներ ունեն, չեն կարողանա կարդալ, կան մարդիկ, ովքեր որ մի քիչ ծեր են, չեն կարող կարդալ, ձայնասկավառակը հենց նրա համար է, որ Կարթա տարբերակն է, ու քանի որ ես դա հայ մոր, հայ կնոջ աղոթքներ, սաղմոսներ առ Աստված, դե ես որոշեցի, որ իրավունք վերապահեմ ինձ, այդպիսի բարդ գործը ինձ վրա վերցնելու եւ ինքներդ եք կարդացել։ Եվ ինքս եմ կարդացել, այո։ Եվ մեծ ուրախությամբ եմ կարդացել, դա էլ իմ շնորհակալությունն է առ Աստված, որ ես ապրում եմ։ Ահա, կարող են գալ եւ գնել։ Ճիշտն ասած, գնելու համար այդքան մենք չենք մտածել, որպեսզի գնեն, բայց քանի որ հեղինակը ամեն անգամ ինքը ամեն օր գրում է հեղինակը, բայց այդ հեղինակը պետք է նորից տպագրի։ Այս անգամ ես հանձն առա այդ տպագրությունը, բայց հաջորդ անգամ ուզում եմ, որ հեղինակը իր գրքի վաստակով տպագրի հաջորդ սաղմոսագիրքը։ Բայց շատ լավ բան է գիրք նվիրելը, գիրք գնել եւ նվիրել։ Ես օրինակ մանավանդ այսպիսի գիրք, ինքը իր գիրքը իրենից այնքան լավ բան է ներկայացնում, բայց արժեքն էլ շատ չնչին, ընդամենը 2000 դրամ։ Ահա, եւ մասնավորապես, որ մենք ինքներս լինելով առաջի քրիստոնյա երկիրը, առաջի քրիստոնեություն ընդունող հայն ու իհարկե քրիստոնյան, ես կարծում եմ սա հրաշալի ու լավ պրոյեկտ է։ Եվ ոչ միայն Հայաստանում պետք է այս ամենի մասին խոսել, այլ նաեւ արտերկրում, որովհետեւ սա կարևոր աշխատանք է։ Մարդիկ աշխատում են եւ գիրք գնելը ես չեմ կարծում, որ նշանակում է բիզնես են կանում կամ ինչ բան։ Ես 30 տարի երգում եմ եկեղեցիում պատարակ, բավականին շատ ինֆորմացված եմ կրոնական ամեն ինչի մասին, բայց երբեք չեմ նկատել այսպիսի մի պրոյեկտ, մի այդպիսի մի գիրք չեմ, աչքովս չի ընկել հայ մոր կնոջ սաղմոսագիրք։ Հետաքրքիր է։ Հետաքրքիր է, եւ ես մեծ ուրախությամբ հանձն առնեցի այս ամենը ներկայացնելու իմ ժողովրդին։ Այն Անուշի հետ միասին, շատ հաճելի հեղինակ, բարի, իսկապես բարի եւ շատ նուրբ մոր աղոթք եւ խոսք։ Անուշ Աղասու Աղաբաբյան։ Այս բային գովազդային դաթարից հետո կփորձենք ամփոփել, մեր ժամանակը շատ քիչ է, բայց խոսքեր եւ իհարկե շատ թեմաներ այնքան կան, ինձ թվում է մենք նորից պետք է հանդիպենք Գովազդ ռադիոջանի եթերում։
Կրկին ողջույն, բարի լույս եւ բարի առավոտ սիրելի ռադիո ունկնդիրներ, սիրով շարժվում ենք առաջ եւ Տիկին Անժելա թերևս այսօրվա վերջին կարող եմ ասել հարցը եւ թերևս ոչ թե հարց, այլ փորձենք արդեն այն երկրպագուներին, այն մարդկանց, ովքեր ցանկանում են այս իհարկե հետաքրքիր պրոյեկտի մասնակիցը լինել, այսինքն գալ եւ հանդիսականի աչքով դիտել, կարող են տոմսեր գնել, այո, եւ իհարկե մասնակիցը լինել այս համերգին, այո։ Այո, թող մասնակիցը լինեն, ուղղակի տոմսեր գնելը նորից եմ կրկնում, այս ծրագիրը ոչ միայն նրա համար էր, որ տոմսեր գնեն, համերգի գան, չէ, սա ընդհանրապես տոմսը ընդհանրապես շատ չնչին գումար արժի, ընդհանրապես 3000 դրամ, բայց այդ 3000 դրամը գնալու է եւ ծառայելու է ուրիշ ավելի լուրջ տեղեր, որը որ կարիք ունի մասնակիցը։ Այսինքն այն մասնակիցները, ովքեր որ հետագայում արդեն մասնակից են լինելու այլ պրոյեկտների։ Իհարկե, համերգային ծրագրեր եւ դրսում, համերգային ծրագրեր եւ սահմաններում, եւ զինվորների, եւ ռայոններում, չէ՞ որ ռայոնները շատ կարիք ունեն այսպիսի ծրագրերի, որտեղ եւ իհարկե ձայնագրվելու են երեխաները, երգեր, մի խոսքով սա իրոք բոլորը ինքներս համարեք թե ինքներս մեզ ֆինանսավորում ենք շատ չնչին գումարով, իհարկե դրանով չենք սահմանափակվում, բայց դա ընդհանրապես մի կաթիլն է օվկիանոսից։ Գուցե այս ծրագրից հետո ես անչափ ուրախ կլինեմ, որ լինեն մարդիկ, աջակիցներ, ովքեր կցանկանան իհարկե եւ ներկա գտնվել համերգին եւ իրենց աջակցությունը ցուցաբերել, չէ՞ որ այսօր այո, որքան էլ դուք չցանկանաք այդ մասին ռոպագանդել, բայց իհարկե յուրահատուկ լավ գործ կկատարեք, դա իմ կարծիքն է, որ փորձեք խթանիչ ուժ հանդիսանալ, որպեսզի մեկ երեխա, մեկ շնորհալի եւս երևա ուժ ունենա եւ որ ամենակարևորը սիրելիներ անպայման իհարկե առաջ սլանա։ Դուք կարող եք իհարկե զանգարել 093 63 68 45 հեռախոսահամարին տոմսերի համար եւ պետք է նշեմ, որ նախ մեր շատ սիրելի Անուշ Աղաբաբյանի իհարկե գրքի եւ ձայնասկավառակի, այսպես ասած, որ մեկտեղ է շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 22-ին ժամը 18:00-ին, որի արդեն կհաջորդի շատ գեղեցիկ մի համերգ, որի մասնակիցը ես գիտեմ, որ նաեւ լինելու են ոչ միայն շնորհալի շատ տաղանդաշատ մարդիկ, այլ նաև բավականին հայտնի կատարողներ են հյուր լինելու, այ օրինակ մեր շատ սիրելի տաղանդաշատ լավագույն արտիստուհիներից մեկը Տիկին Գայանե Հովհաննիսյանը, իսկ ինձ համար մեծ պատիվ է վարել այդ օրվա այդ գեղեցիկ երեկոն։ Տիկին Անժելա, խնդրեմ ձեր իհարկե այս ամփոփիչ խոսքը, ձեր բարեմաղթանքը մեր շատ սիրելի ռադիո լսողներին, քանի որ իրոք շատ դրական ու լավ էներգիա մեզ փոխանցեցիք շաբաթվա ավարտին։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ, Անկա ջան, միշտ հաճելի է քեզ հետ աշխատել եւ քեզ հետ զրուցել եւ լսել քո ձայնը, եւ ես ինչ կցանկանայի, որ բոլորս առողջ լինենք, կցանկանայի, որ միշտ ուրախ լինենք, կցանկանայի, որ այսպիսի միջոցառումներին միշտ աջակից լինեք, ձեր ներկայությամբ մեզ ուրախացնեք, ձեր ծափահարությունների արդյունքը դառնանք մենք, դա շատ կարևոր է եւ իհարկե արևշատություն բոլորիս, սահմաններին, մեր երկրին։ Մաղթում եմ ձեզ, որպեսզի միշտ ուժառատ լինեք եւ իհարկե ձեր գործը սավառնի աշխարհի բոլոր կետերում, բոլոր հայ համայնքներում։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ եւս մեկ անգամ բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն նոր անունների բացահայտել եւ ինչու ոչ առաջին հանդիսականը լինել հետագայում արդեն հայտնի կատարողների, կարող են Առնո Բաբաջանյան համերգասրահում իհարկե հանդիսատեսի ջերմ ու բարի ծափողջություններով ներկա լինել։ Այսինքն նոյեմբերի 22 ժամը 19:00 Առնո Բաբաջանյան համերգասրահ։ Շնորհակալություն եմ հայտնում նախապես սիրելիներ, բոլոր իհարկե ռադիո ջանին, իմ շատ սիրելի ռադիո ջանին, որտեղ բոլորը իմ ընկերներն են, աշխատողները, բոլորը իմ շատ սիրելիներն են եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հյուրընկալում եմ եւ ասեմ, որ դուք էլ բացառիկ ռադիոկայան եք, այսպես ասած, որպեսզի դուք էլ ուրախ ռադիո եք, շատ ուրախ ռադիո եք եւ ես շնորհակալ եմ, որ այս ուրախ ռադիոյում ես այսօր ուրախությամբ հյուրընկալում եմ։ Մեզ համար մեծ պատիվ է լավագույն պրոյեկտների հեղինակներին, այն մարդկանց, ովքեր որ իրոք մեծ գործ են կատարում հյուրընկալել։ Ինձ համար մեծ պատիվ է, Տիկին Անժելա, անչափ շնորհակալ եմ ձեզ։ Եկեք միասին իհարկե առաջարկում եմ ունկնդրել Դավիթ Մինասյանի «Դու» կատարումը։ Ողջունենք նաև Դավիթին, ով գտնվում է Միացյալ Նահանգներում։ Դավ ջան, մենք սպասում ենք նոր ու գեղեցիկ կատարումների
ոչ միայն սպասում, ես ինքս պահանջում եմ, որպեսզի դու անպայման կրկին վերադառնաս, որովհետև քո պակասը կա ամեն դեպքում։ Դե ինչ, խաղաղություն բոլորիս, կհանդիպենք։ Yes,